Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ազատ հարթակի այսօրվա իմ հյուրն է համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանը։ Ողջույն պարոն Մուրադյան։ Ողջույն։ Պարոն Մուրադյան, օրերս կառավարության որոշմամբ Պրոշյան եւ Քասախ համայնքների 25 եւ 59 երթուղիների ծառայությունը կասեցրեց, որ խնդրեմ սկզբնական փուլի մասին մի փոքր տեղեկատվություն կտակ, մինչև փոխնախարարի հետ հանդիպելը։ Քասախցիներն ու պրոշյանցիները ճանապարհ փակեցին, դրանից հետո նոր սկսեցին հանդիպումներ։ Ով կազմակերպեց հանդիպումը փոխնախարարի հետ։ Մինչ այս խնդրեմ սկզբնական փուլով, քանի որ տարաբնույթի տարբեր կարծիքներ ու հրապարակումներ են տեղի ունենում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Ես ուզում եմ տեղեկացնեմ Պրոշյան եւ Քասախ համայնքի նշված երթուղիները 25 համարի եւ 59 համարի երթուղիները, որը նախկինում եղել է 114 համարի մարշրուտին 25 համարի փոխարեն եւ 37 համարի գազելները եղել է Քասախ համայնքի ուղևոր փոխադրող մեքենաները։ Միայն 114-ը միայն Քասախ համայնքն է։ Ոչ, 114-ը Պրոշյանին է եղել, 37-ը Քասախին է։ Այնուհետև 21 թվականին բարելավում մտցնելով, այսպես ասած, տրանսպորտային ծառայությունը բերեցին ավտոբուսները հարմարավետ, որի համար մենք շատ շնորհակալ ենք Երևան քաղաքի, որ տրամադրեցին հարմարավետ այդ մեքենաները, այդ ավտոբուսները, այնուհետև մենք այս ընթացքում նոր տեղեկանում է մեր ժողովուրդը, այնինչ մեզ ասում են, որ դա համայնքը տարածել է, որ մուլտի տրանսը մասնակցել է տենդերային, այդ տենդերին է մասնակցել եւ շահել է Պրոշյան եւ Քասախ համայնքներին տեղափոխող իր էլի գազել տեսակի այս միկրոավտոբուսները։ Գիտեք ինչումն է բանը։ Ժողովուրդը գնալով պետք է ավելի բարելավում տեսնի, ավելի նորություններ տեսնի, այլ ոչ թե կրկին հետ գնա։ Մենք առաջ գնալու փոխարեն փորձում են մեր այսօրվա իշխանությունները մեր ժողովրդին ավելի հետ տանելու, որը դա ժողովրդի մեջ ընդվզում է առաջացնում, ժողովրդի մեջ բորբոքում է։ Ինչու՞։ Հենց եթե կարելի է բարելավել ավելի լավը, տանենք ավելի վատին։ Սա է պատճառը ընդհանուրը։ Բարելավելուց բացի 5 ազանների դժգոհությունից բացի նաև ուղևվճարներ կարծես թե 250 դրամ նախորդ հայտարարվել եւ գծի կրճատումը դեպի ֆիզիկայի ինստիտուտ Պրոշյան եւ Քասախ համայնքների։ Որ խնդրեմ այս դժգոհությունների ալիքի մասին։ Հիմա ասեմ հարգելի Նարինե, 25 համարի երթուղին, տեսեք, երբ որ 100 դրամից դարձեցին 150 դրամ, մի կերպ ժողովուրդը կարելի ասել նոր համակերպվել էր այդ 150 դրամին եւ ճիշտ է սկզբնական ժամանակներում ընդվզումներ, բողոքներ, որոշ մարդիկ չվճարելով այդ 150 դրամները վարորդների հետ վիճաբանությունը, բայց արդեն դա սկզբնական մասում, բայց արդեն հարմարվել էին, արդեն ոչ մի բողոք չկար։ Իսկ երթուղին 25 համարի Պրոշյան Ավանից մինչև Ազատության պողոտա գնում էր։ Այսինքն 17-18 կիլոմետր ինքը երթուղագիծ ուներ ժողովրդին տեղափոխող։ Ներկայիս 277 համարի մուլտիտրանսի այդ գազելները պետք է տեղափոխեին ժողովրդին մինչև Մազմանյան փողոցով Հալաբյանով դեպի ֆիզիկայի ինստիտուտ այդ հատվածը։ Այն էլ 250 դրամով։ Այն էլ 250 դրամով։ Մեր ձայնը բարձրացնելուց հետո այնտեղ իրենք արդեն քննարկում էին արել եւ գինը վերջնականապես իջեցրել էին 200 դրամ։ Զիջումների գնալով բացվի դա։ Ի սկզբանե ուզում եմ ձեզ տեղյակ պահել եւ հանրությանը տեղյակ պահել, երբ այս լուրը լսելով ես ինքս
իմացա, որ որոշ ժամանակ անց պետք է դուրս բերվի երկու համայնքների տրանսպորտային միջոցները։ Ես իմ գլխավորությամբ, իմ հայտարարությամբ, իմ նախաձեռնությամբ, այո, ժողովրդի հետ ունեցա հանդիպում եւ դուրս եկանք փողոց։ Իդեպ այս իմ նախաձեռնության համար ես տեղյակ պահեցի մեր առաջնորդ պարոն գեներալ Արշակ Կարապետյանին խնդրանքով, որ ունի մեր համայնքը կանգնած է այս խնդրի առաջ։ Պարոն գեներալը իմ խնդրանքը չմերժելով, մենք անցկացրեցինք խորհրդակցություն մեր կուսակցության շարքերում եւ միաձայն կուսակցության ներսում, ինչպես նաեւ մեր համայնքական միասնական խորհրդի վարչության նիստի ընթացքում մեր ընկերները, մեր կուսակից ընկերները, մեր կողակից ընկերները բոլորը միաձայն համաձայնվեցին, որ կանգնած ենք ժողովրդի կողքին։ Մենք նույնպես կանգնած ենք ժողովրդի կողքին, որովհետև սա շատ բարդ սոցիալական վիճակ է, սա կպնում է ժողովրդի գրպանին, չի կարող այդպես լինել։ Մենք ինքներս մեր ամենօրյա պայքարներով, մեր ամենօրյա քարոզներով, այսպես ասեմ, մենք սկզբից մինչև վերջ պայքարել ենք այդ ամենի դեմը։ Կուսակցությունը աջակցություն է ուղղակի հայտնել, որ կանգնած է ժողովրդի կողքին։ Գիտեք, որ քննարկումներ, բանակցություններ պետական կառույցների հետ։ Այո, մենք մեր գործունեությունը այն էր, որ ժողովրդի հետ քայլել, ժողովրդի հետ գնալ բոլոր բանակցություններին, մինչև մենք հասնենք մեր հարցի լուծմանը։ Ուզում եմ նախ իմ շնորհակալությունը հայտնել համայնքական ճակատ շարժման առաջնորդ պարոն գեներալ Արշակ Կարապետյանին իմ խնդրանքը չմերժելու եւ կանգնելու մեր ժողովրդի կողքին, եւ ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ոստիկանության ծառայողներին, ովքեր շատ լավ կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները, ընդվզումներ չսարքելով, վիճաբանություններ հանդարտեցնելով ժողովրդին, մտնելով ժողովրդի դրության մեջ, շատ գեղեցիկ, շատ կազմակերպված մենք շնորհակալ, այո, մեր ակցիան շատ, մեր պահանջը արդարացի էր եւ մենք ընդամենը չենք ուզում ոչ մի խոչընդոտի ի հայտ գայինք, այսպես ասած, ես նաեւ մեր ժողովրդին ուզում եմ տեղյակ պահել, որովհետեւ մեծ մասը տեղյակ չի եղել շատ բաներից, մենք այդ ընթացքում, ես ինքս այդ ընթացքում մեր համայնքապետ Սևա Գաբրելյանի հետ անընդհատ կապի մեջ ներքին մեր պայմանավորվածության մեջ կապի մեջ են եղել նաև Կոտայքի մարզպետի եւ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հետ, գիտեք ինչ բաներ կա, որ չես կարող ամբողջ ժողովրդի մեջ այդ պահին արտահայտվել, իրազեկել, հա, մեզ պետք է մեր ժողովրդին հարկավոր է, որ այդ հարցի լուծումը ինչքան հնարավոր է շուտ լուծվել։ Իսկ բավականին մեծ գործընթացներ իհարկե այդ բանա, այսպես ասած, մեր բանակցությունների մեծ մասը, որը ես ինքս վարել եմ, ես աշխատել եմ դա անել ծրագրավորված ճիշտ քայլերը, որպեսզի մենք հասնենք արդյունքի, որովհետև շատերը չեն ցանկանում չեն կարող հասկանալ ինչ որը որից հետո է։ Ուզում եմ թող բոլորը իմանան, որ ցանկացած սոցիալական խնդիր դա կարող է միանգամից դառնալ քաղաքական։ Ինքը քաղաքական է, հարգելի Նարինե։ Մեր ժողովուրդը ուղղակի շատերը իրենց շատ пассив են պահում, շատերը մեծ մասը մեր ժողովրդի Տրոշյան համայնքի, այո, շատ ջերմ ընդունեց այն փաստը, որ մեր կուսակցական ընկերները, մեր
գեներալի, պարոն գեներալի այսպես են ինչպես ասեմ, միացումը մեր ժողովրդին, կուսակցությունը միացնել մեր ժողովրդի կողքին գտնվելը շատ որոշի մասի մոտ շատ դրական արձագանք ունեցավ, որոշ մասը կային մարդիկ, ովքեր մոտիկանում էին, ասում էին Սերգո ջան, պետք չի քաղաքականացնել, մարդկանց բացատրում ես հարգելիս, պետությունը քո գրպանին է կպնում, դու հավելյալ ծախսի առաջ ես կանգնում, եթե դու սա չքաղաքականացնես, սա ճիշտ է, ասում են մենք չենք ուզում քաղաքականացնել, հարց չկա, եկեք չքաղաքականացնենք, բայց սա քաղաքական հարց է, միանշանակ, եւ ասացի կիսատ մնաց, մեր բանակցությունները, երբ որ մենք անցկացնում էինք Սևակ Գաբրելյանի եւ Ահարոն Սահակյանի մեր կոտայքի մարզպետի հետ, ես ունեի արդեն տվյալներ, որ պարոն Ահարոն Սահակյանը արդեն իսկ բանակցությունների մեջ է իօգուտ մեր ժողովրդի, դա փաստ է, այո, դա փաստ է, որը պարտավոր են իմանալ մեր ժողովուրդը, որը շատ գովելի է, ու մենք շնորհակալ ենք այդ ամենի համար։ Ես ինչ վերաբերվում է, երբ որ մեր հարգարժան գնդապետ Ազիզյան մարզի փոխոստիկանապետի շատ արագ արձագանքից հետո մենք ունեցանք առաջարկ հանդիպելու տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանին, իհարկե, նա է բանակցությունները վարե մեր կառավարության անդամների հետ եւ հաջորդ օրը մեր մոտ 20 մարդ Պռոշյան համայնքից մոտ մի 6-ից 7 քաղաքացի մեր Քասախի համայնքի բնակիչներից մենք գնացել ենք տարածքային կառավարման նախարարություն, հանդիպել ենք տարածքային կառավարման փոխնախարարի տրանսպորտի գծով Արմեն Սիմոնյանի, այնտեղ էր նաև տարածքային կառավարման տրանսպորտի վարչության պետը եւ նաև տեղում էր գտնվում մուլտիգրուպի ներկայացուցիչը։ Մեր առաջ քաշած բոլոր հարցերը ոչ գոհացուցիչ եղան։ 2.5 ժամ տևած բանակցությունները։ Մեր բանակցությունները այդքան տևած բանակցություններից հետո մենք հավատացեք շատ դժգոհ դուրս եկանք այդտեղից։ Եվ այդ բանակցություններից հետո մեր քաղաքացիների հետ հանդիպում մենք կայացրեցինք Պռոշյան Ավանի կուլտուրայի տանը քննարկելու այս հարցը։ Ժողովուրդը միաձայն ասաց, որ մենք կրկին փողոց ենք դուրս գալու, մենք չենք լռելու։ Պարոն Մուրադյան, հազար ներողություն, փոխնախարարն ու համապատասխան այլ պաշտոնյաները որևէ առաջարկ չանելով հաստատուն հստակեցրեցին, որ որևէ իրավիճակ չի փոխվելու։ Գիտեք ինչ, հստակ առաջարկը հետևյալն էր, անընդհատ ավելի շատ պաշտպանվում էր մուլտիգրուպի մուլտիտրանս կազմակերպության շահերը, քան ժողովրդի պահանջը, ժողովրդի խնդրանքը։ Բայց մենք ժողովրդավար պետություն ենք ասում ենք, մեր ղեկավարությունը ասում է մենք ժողովրդավար պետություն ենք, եթե ժողովրդավար պետություն ենք, պետությունը, կառավարությունը, իշխանությունը պարտավոր է լսել ժողովրդի ձայնը, քանի որ միայն Պռոշյան եւ Քասախ համայնքները մոտ 15-18 հազար, 20 հազար բնակչություն ունի երկու համայնքը միասին, ունի երկու համայնքը միասին մոտ 1000 ուսանող, Միթե այդ հարցը իշխանությանը չի վերաբերում։ Նրանք այսինքն բավարարվեցին մուլտիտրանսի զիջումներին, 50 դրամիչներն ու 50 դրամիչացնելը եւ պետք է քննարկվեր մուլտիտրանսի ներկայացուցիչի հետ գոնե իրենց ներկայացած գազելների երթուղին ավելացնել մինչև բարեկամության մետրո, բայց այնուամենայնիվ պետք է նրանք վերանայեին իրենց գնային, այսպես ասած, քաղաքականությունը կարող է բարձրացնել մի խոսքով, այո, ես ասում եմ, ժողովուրդ ոնց ասեք, մենք միաձայն այդ որոշումը պետք է ընդունենք, ստե միազնյա ոչինչ չկա, սա բոլորիս խնդիրն է, բոլորիս, այդ ժամանակ ասեմ,
Քասախի բնակչությունը շատ пассив էր այդ ժամանակ։ Ինչով է պայմանավորված։ Չեմ կարող ասել, ես ինքս մշտապես իմ լայվերի, իմ գրառումների մեջ մշտապես ասել եմ, հայտարարել եմ, որ սիրելի քասախցիներ, սիրելի պրոշյանցիներ, դուրս եկեք փողոց, միասնականությունն է պետք, բայց քասախի բնակչությունը մի տեսակ շատ пассив էր այդ ժամանակ, մեզ հետ մշտապես նույն մարդիկ էին գտնվում, մոտ 10 հոգանոց, այսպես ասած, քասախի բնակիչներ, ակտիվ, որը ինձ թվում է, եթե այդ ակտիվը ի սկզբանե լիներ մեր հետ միասին, այս հարցը չէր հասնի այն նրան, որ այսօր քասախ համայնքի բնակչությունը նույնպես փակել էր ամբողջ Երևան աշտարակ մայրուղին եւ նույնպես պահանջը նույնն է։ Ես ողջունում եմ իրենց քայլը։ Իրոք ողջունում եմ։ Իրենք արդարացի պահանջ են ներկայացնում այսօրվա իշխանություններին։ Արդարացի պահանջ։ Երկու գյուղերն ունեն նույն խնդիրները, թե ֆինանսական, թե ունեն տեղաշարժման, սոցիալական, ունեն երկու գյուղերն էլ ունեն հաշվանդամներ, ուսանողներ վերջի միանշանակ մեծ քանակի ուսանողներ։ Պարոն Մուրադյան, կառավարական 3-րդ շենքից բանակցությունները երեք տեղափոխվել էին կառավարության շենք, որ խնդրեմ երեկվա ձեր հանդիպման մասին խոսեք, ովքեր էին, ում հետ էիք հանդիպել եւ քասախ պրոշյան համայնքների ներկայացուցիչներից։ Այո։ Կային, չկային։ Երեկվա մեր հանդիպումը կայացավ կառավարության շենքում, մեզ ընդունեցին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, այնտեղ էին կառավարության դիմումների բաժնի պետը, եթե չեմ սխալվում, այնտեղ էր տարածքային կառավարման տրանսպորտի վարչության պետը եւ տրանսպորտի բաժնի պետը եւ կարծեմ էլի մի կառավարության անդամ էլ կար, չեմ հիշում ուղղակի ի պաշտոնը չեմ հիշում իրեն։ Գիտեք ինչ, մեզ հետ այո, կար քասախի մեկ ներկայացուցիչ, 4 մենք մեր պրոշյան համայնքից էինք, մեկ քասախից էր։ Քանի որ իմ ներկայացնելուց հետո քասախի ներկայացուցիչի, այսպես ասած, պահանջները ամբողջությամբ կիսատ մնաց, քանի որ լսեց, որ 59 համարը հանվում է եւ 25 համարի հարցն է մենակ մնում, այն էլ։ Բայց ինչով է պայմանավորված, որ կառավարության անդամները տարբերություն են դնում երկու համայնքին։ Նրանք 25 համարը մտնում է պրոշյան։ 25 համարը մտնում է։ Քասախ մտնում է։ 25 համարը չի մտնում, չէ, ոչ։ Ինչով է պայմանավորված, որ նման տարբերությամբ։ Պայմանավորված է նրանով, որ Երևան քաղաքը այժմ տրանսպորտի, այսինքն ավտոբուսների խնդիր ունի երևի ի սկզբանե, պակաս ունի, փորձում են մարզային, այսպես ասած, կրճատումներով համալրել Երևան քաղաքի շարժը։ Եկեք նկատենք, որ պրոշյան քասախ համայնքները ոչ այդքան մարզային են, 1 կիլոմետրի վրա Աջափնյակ համայնքից։ Ես ձեզ հետ համաձայն եմ, բազմիցս այդ հարցը բարձրացվել է բոլոր տեղերում։ Քանի որ այնտեղ այդ հարցը դրվեց 25 համարի մնալու եւ 59 համարի քասախի տրանսպորտը դուրս գալու հարցը, մեր ընկերը Արտուր Մարդանյանը նեղվեց, որը ուներ նեղվելու տեղիք, ես էլ լինեի, ես է կնեղվեի, ազնվությամբ եմ ասում, արդարացի էր իր դուրս գալը, ես այդպես եմ համարում, ինքը կիսատ թողեց մեր խորհրդակցությունը, դուրս եկավ եւ մենք ի սկզբանե խորհրդակցությունը մեր շարունակվեց, նրանք կառավարության անդամները թողեցին մեր պահանջը, մեր ժողովրդի պահանջը, խնդրանքը 25 համարը թողնել նույնը, ուղղակի մեկ պայմանով, քանի որ Երևանի ճանապարհը մինչև հասնում է կետը, ավարտման կետը հասնում է նախկին պաշտպանության նախարարության այդ շրջադարձի մոտ, պետք է 25 համարը գա այդտեղ։ Մենք մեր հավաքի ժամանակ այդ հարցը հնչեցրել էինք, որ Երևան քաղաքը, եթե ասում են ներմարզային տրանսպորտ,
Երևանի հատվածը ավարտվում է այստեղ, թող մեր տրանսպորտը գա, մենք պահանջեցինք, որ գա այստեղ։ Պաշտպանության նախարարության Այո, բայց երեք մենք քննարկեցինք այն հարցը, քանի որ մենք ունենք հիվանդ, թոշակառուներ, ծերեր, ուսանողներ, որոնց մեծ մասը հոսքը առավոտյան եւ երեկոյան պետք է ապահովի անվտանգ մարդկանց տուն գնալը, չի կարող այդ հատվածից այդքան հոսքը ոտքով շարժվել դեպի Պռոշյան ավան։ Մեր խնդրանքը ուղղակի, մեր խնդրանք պահանջը եղավ այն, որ ընդամենը այդտեղից 300 մետր հեռավորության վրա ունենք շրջադարձի տեղ մենք։ Շրջադարձը երբ կատարում է, գալիս է Պռոշյանի մուտքի դիմացը, Պռոշյանի մուտքի հատվածը։ Մենք խնդրեցինք, որ քննարկման դնեն եւ արագ արձագանքեն մեր խնդրանքը, մեր պահանջը, որպիսի մեր տրանսպորտը գա այդ կենտրոնական մուտքի մոտը։ Նրանք շատ լավ ընդունեցին, ճիշտ ընդունեցին մեր ասածը։ Մենք ներկայացրեցինք նաեւ, որ Պռոշյան ավանը մենք ճիշտ է համարում եք դուք որպես կառավարության անդամ, մեր կառավարությունը գիտի Պռոշյանը գյուղ է, Քասախը գյուղ է, բայց հարգելիներս, մենք փաստերով ներկայացրեցինք, ինչեր ունի ավելացված այս 1 տարի կեսվա ընթացքում Պռոշյան ավանում։ Նրանք դաժե զարմացան կառավարության անդամները, հարգելին արն, որ Պռոշյան ավանում գործում է վերականգնողական հաշվանդամների վերականգնողական կենտրոն։ Մասնագետները այդտեղ Երևանից են գալիս։ Տարբեր վայրերից։ Եվ չհաշված նշեցինք այնտեղ կառուցվող նոր մոլերը, մի խոսքով այն կառույցները, որը դա քաղաքի հոսքը շատը բերում է դեպի այս կողմ։ Բոլոր մենք այդ հարցերը երեք քննարկել ենք։ Եվ մարդիկ սպասում ենք մենք ես իմ հարցազրույցում նշեցի, որ մեր պահանջը, մեր խնդրանքը ժողովրդի մասամբ է կատարվել 25 համարի հարցով։ Կհամարի ժողովուրդը ամբողջությամբ, երբ որ 25 համարը շրջադարձ կանի եւ Պռոշյանի գոնե մուտքի մոտ Պռոշյան ավանի մոտ նախատեսված աշխատի 25-ը 25 համար առավոտյան 7-ից մինչև երեկոյան մոտ 10:00 աշխատել է։ Իսկ մուլտիտրանսը իր փաթեթով տրված է, իր շահածով տալիս էր, որ առավոտյան ժամը 8-ից թե 7-ից ոնց որ երեկոյան 19:50 մինչև 7:30-8-ի սահմաններում։ Ի վերջո մուլտիտրանսի երթուղին մինչև ավարտը որտեղ է ունենալու, բարեկամության հետ Չէ, մուլտիտրանսի ավարտը ունենալու է մինչև Հալաբյան ֆիզիկայի խաշմեր այդ ինստիտուտի մոտը։ Մենք երեք կառավարության անդամներին նույնպես ես եմ անձամբ առաջարկը արել։ Մենք դեմ չենք մուլտիտրանսի տրանսպորտային միջոցները մեր համայնք մտնելուն, բայց երթուղին պետք է երկարի։ Մի այսպիսի հարց, հարգելի կառավարության անդամներ, մարդիկ եթե տվյալ կազմակերպության շահերի համար եմ ես այս ամենը ասել, ոչ թե ես իմ համար ոչինչ, ուղղակի որպիսի այդ տրանսպորտը նույնպես աշխատի, նույնպես շահույթ բերի իրեն, նա պետք է կողմնորոշվի եւ վերանայի իր մարշրուտը, վերանայի այն երթուղին գոնե բերելով մինչև բարեկամություն։ Եթե երթուղին պահպանեց մինչև Հալաբյան ֆիզիկայի ինստիտուտը մնաց նույնը անփոփոխ, հավատացած եղեք, շատ քչերը կլինեն այդ տրանսպորտային միջոցից օգտվողները։ Ժողովուրդն ավելի շատ տաքսի ծառայություններից 4-5 հոգի կնստան, չէ, իրանց զացաղը կմտնեն Երևան։ Համաձայն եմ ձեր հետ։ Իսկ ուսանողների մենք քանի որ մեծ խումբ ունենք, մեծ շարք ունենք, բոլորն էլ
Մի մասը 25-ով կերթվեկի, մի մասը 277 մուլտիտրանսով, բայց պետք է վերանայեն, եթե իրենք չվերանայեն իրենց երթուղին գոնե մինչև բարեկամություն, այդ տրանսպորտային միջոցը ես համոզված եմ, որպես Պռոշյանավանի բնակիչ եմ դա ես ասում, որպես իմ ժողովրդի, այսպես ասած, երթուղու ուղղությունը իմանալով մարդ եմ ես ասում։ Եթե չվերանայի ինքը երթուղին, ես համոզված եմ իր երթուղին չի աշխատելու։ 25 համարի երթուղին որտեղ է կանգնում Պաշտպանության Պաշտպանության նախարարության մոտ պետք է գա, դա ծրագրով հիմա այդպես է, բայց դեռ 25 համարը մտնում է Պռոշյանավան։ Բայց երբ ես համոզված եմ, եթե երթուղին մնաց 25 համարը, այդ 300 մետրը ժողովրդի հաշվի չառան, հարգելի Նարինե, նոր ընդվզում է սկսելու։ 300 մետրը ինձ թվում է ժողովրդի խնդրանքը մեծ բան չի։ 300 մետրը պետք է իրենք գնան, այսպես ասած, մեր պահանջը, մեր խնդրանքը կատարելուն, քանի որ այդ 300 մետր հատվածը, որը ավտոբուսը չի գալու եւ 25 համարը կանգնելու է Պաշտպանության նախարարության այդ հատվածում, լինելու են մեծ բարդություններ, որովհետեւ մենք չունենք այդտեղ կանգար մայթեզերներ չունենք սարքած։ Ժողովրդի մեծ հոսքը ճանապարհի եզրով մեծ բարդություններ է, պետք է այդ հատվածը ոտքով հասնել եւ ինքը տրասան շատ գերծանրաբեռնված տրասա է, շատ դժվար է լինելու։ Պարոն Մուրադյան, տեսեք, հարցս հետևյալն է, 25 համարը գալու է հասնում մինչև Պաշտպանության նախարարության մոտ։ Այդտեղ իջավ Պռոշյանցին։ Պռոշյանցին իջավ, գալու է ոտքով Պռոշյան։ Իսկ քաղաք մտնելու համար։ Քաղաք մտնելու համար էլի այդտեղից նստելու է, քայլելու է դեպի Պաշտպանության նախարարություն, նստի 25 համարը, ուղևորվի դեպի Երևան։ Դեպի Երևան ուր է գալիս այդ 25 համարը։ 25 համարը մինչև Ազատության պողոտա է գնում։ Հա, շարունակվելու է։ Առաջվա երթուղին։ Առաջվա երթուղին, այո, 25 համարի նույն երթուղին պահպանվում է։ Հա, հասկացա։ Երթուղին դեպի կենտրոն պահպանվում է։ Այո, դա պահպանվում է։ Դրա փոփոխություն չունի։ Իսկ մուլտիտրանսից օգտվելու դեպքում երկու տրանսպորտ պետք է փոխի, երկու միանշանակ այդ հարցով մենք բազմիցս շեշտել ենք եւ փաստերով ապացուցել ենք մեր կառավարության անդամներին, որ մուլտիտրանսի առաջարկած այս տարբերակը մի անհատի ֆինանսական բեռ ավելանում է 400 դրամ։ 400 դրամ, այսինքն ամսական մի անհատի վրա ավելանում է բեռ 12000 դրամ։ Իսկ մենք ունենք բնակիչներ, ովքեր ունեն 4 ուսանող։ Այդ չհաշված այդ տվյալ ընտանիքից ծնողների աշխատանքի վայրը, քանի որ մոտ 20 տարուց ավել մեր երթուղին նույնն է, մարդիկ հարմարեցրել են իրենց երեխաների ուսման վայրը, իրենց աշխատանքի վայրը համապատասխանեցնել տրանսպորտի հետ։ Մուլտիտրանսի առաջարկած այս տարբերակով ավել ֆինանսական բեռ է մտնում մեր ամեն ժողովրդի գրպանը, այսպես ասած, ավել ֆինանսական բեռ։ Ընտանիքը, ասում եմ, ամսական մենակ 50000, 60000 միայն ավել բեռ ավելանում է տվյալ ընտանիքի վրա զուտ տրանսպորտի։ Առանց այն էլ 25 համարի երթուղին գերծանրաբեռնված վիճակով էր աշխատում։ Բայց հարմարավետ էր։ Ժողովուրդը հարմարվել էր արդեն դրան։ Այսինքն այնուամենայնիվ այն ժամանակ էլ անհրաժեշտություն եղել է, չէ, երկրորդ երթուղու։ Երկրորդ երթուղը, մենք երկրորդ էլ, երրորդ էլ Պռոշյան համայնքը ունի այդ կարիքը։ Գնալով մեծանում է, համայնքը աճում է։ Աճում է, ուղղակի կառավարությունը միայն դիտարկում է երևանյան հատվածները, որ մեր կառավարության անդամները գան, ուսումնասիրեն, ինչ է կատարվում Պռոշյան եւ Քասախ համայնքներում։ Նրանք այս քայլին չեն գնա, համոզված եմ ես։ Ակնկալել որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառաջարկի պռոշյանցիներին ու քասախցիներին օգտվել հեծանիվներից։ Հա, ինչի՞ չէ, էդի չէ, մեր վարչապետը դաժե ասում է կարելի է առանց ոտքով հասնել առողջության համար։ Չէ, առանց վարորդական վկայականի, եթե քշել գիտես վարորդական վկայականը ինչի՞ է հարկավոր։ Դնում ենք դե գազ ենք տալիս։
Արդյունքում ինչ կպատահի, չգիտեմ։ Համահայկական ճակատ կուսակցությունը իր ծրագրերում բացի աջակցությունից Պրոշյան համայնքի բնակիչների հետ հենց այս համատեքստում ինչ առաջարկներ ունի։ Համահայկական ճակատ կուսակցությունը այս ամենի հետևում կանգնելով, այս ամենի հետևողականությունը շարունակելով անում է ժողովրդի համար, այլ ոչ թե PR-ի համար։ Համահայկական ճակատ կուսակցությունը PR-ի կարիք չունի։ Ես դա նույնպես շեշտել եմ մեր ժողովրդին։ Մենք PR-ի կարիք չունենք, ժողովուրդ։ Դուք ավելի ուրախ եղեք, որ մի մեծ ուժ կանգնած է մեր ժողովրդի կողքին։ Ես բոլորին ասել եմ, եթե մենք գնանք նրան, ընդուք մինչև նստենք նստացույցի, ինչ եղանակային պայմաններ ուզում լինի, իմ կուսակցական ընկերները ամբողջ թիմը իր կազմով պատրաստ էին մեր ժողովրդի հետ գնալ մինչև վերջ ու հավատացած եղեք այդպես է լինելու է։ Քասախցիներից ինչ տեղեկություն կա այսօրվա այդ Քասախամայք այսօր առավոտյան ժամը 8:00-ին փակել էր Երևան աշտարակ մայրուղին Քասախի հատվածից, պահանջելով կառավարության անդամներին, մարզպետին, ի վերջո մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ես դա լուրերով մեր լրատվականների միջոցով տեղեկացա, որ արդեն ժամանել է Կոտայքի մարզպետ Արոն Սահակյանը մի շարք տրանսպորտի վարչության պետի տարածքային կառավարման եւ մի շարք պաշտոնյաներ այժմ պետք է որ արդեն համաձայնության եկած լինեն ժողովրդի պահանջին Քասախի համայնքապետարանում համայնքի ղեկավարի սենյակում մոտ հանդիպման նստած բանակցում էին իրենցից կարծեմ 5-6 քաղաքացի մտել էին բանակցությունների գնում էր այդ բանակցությունները ուղղակի այժմ այս պահի դրությամբ ուրիշ տեղեկություն չունեմ 277-ը գործում է այնտեղ 59-ը որ դադարեցին ուրեմն ասեմ 277 համարը մուլտի տրանսի Պրոշյանի Պրոշյանավանի գիծն է Քասախին է 276-ն է Հա 276 գործում է արդեն այնտեղ Ճիշտ է այսօրվա դրությամբ ոչ Այսինքն համ 59-ը չկա Չէ կա հիմա գործում են մեր տրանսպորտային միջոցները պահպանված են Մինչև երբ է 59-ը գործելու 59-ը ուրեմն ես ձեզ ասեմ ես ինչպես տեղեկացա առավոտյան ճանապարհը փակելուց մոտ ժամը 12-ի սահմաններում էր երևի ես հասկացա ոնց որ 59 համարի երթուղին կպահպանվի ուղակի մինչև Քասախ համայնքի ճանապարհի ներքևի հատվածում տրասայի հատվածում բայց ես ինքս Քասախ համայնքն է շատ լավ իմանալով Քասախ համայնք մուտք գործելը պետք է մոտ 200-300 մետր էլի ճանապարհ հատես, որ մտնես Քասախ համայնքի մեջ։ Այդ Քասախ համայնքի բնակիչների պահանջը մեկն էր, գոնե բարձանա այդ հատվածը 200-300 մետրը արդարացի պահանջ, նույնպես ոնց որ մենք ենք արդարացի պահանջում, մենք ունենք ծերեր, թոշակառուներ, մեծ ուսանողական, այսպես ասած, շարժ, նույնպես ունի Քասախը։ Քասախցիների պահանջը շատ արդարացի է, ես ողջունում եմ նրանց այսօրվա քայլը։ Նրանք դա ուղղակի պետք է անեին Պրոշյան համայնքի բնակիչների հետ համատեղ եւ այսօրվան չէր հասնի։ Ոչինչ։ Այն ուշ լինի, նույշ լինի։ Շնորհակալություն պարոն Մուրադյան։ Հիշեցնեմ Ազատ հարթակի այսօրվա իմ հյուրն էր համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանը։